Բարև ժողովուրդ ջան, հուսով եմ լավ եք։ Ժողովուրդ ջան, մի քանի թեմա կա, որ ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Ուրեմն այդ Եռագլխանի պատերազմի կուսակցությանը ոչ մեկիդ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Բոլորը շատ լավ ճանաչում եք նրանց առաջնորդներին, ներկայացուցիչներին։ Ընդհանրապես նրանց ով լինելուն բոլորը ծանոթ եք, որովհետև այդ մարդկանց 95%-ը 30 տարի Հայաստանը հարստահարել է, հայ ժողովրդին կեղեքել, դարձրել պանդուխտ, դարձրել աղքատ, դարձրել վատառողջ, ներվային, բոլորը շատ լավ գիտեք, դրանք ով են։ Ուրեմն երբ որ հայ ժողովուրդը 20 թվից սկսած իր ցավի հետ միայնակ էր, Եռագլուխ պատերազմի ներկայացուցիչները որևէ կերպ որևէ աջակցություն հայ ժողովրդին չեն ցուցաբերել, հայ ժողովրդի կողքին չեն եղել։ Այդ նույն Սամվել Կարապետյանը Ռուսաստանից 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարություն էր տարածել, կողմերին կոչ են քանում, Հայաստանի Հանրապետությանն ու Ադրբեջանին կոչ են քանում զսպվածության ու նստեն բանակցությունների սեղանի։ Կարող է տունը չեք։ Խի տենց են զինվորի կողքը լինում, տենց են զինվորին սնունդ հասցնում, ռազմամթերք հասցնում, զենքը բռնում, Նարեկ Կարապետյան, զենքը բռնում, եղբայրներիդ հետ միասին, զինվորի հետ հավասար, մարտնչում հակառակորդի դեմ։ Այդ եկել եք հայ ժողովրդի մեջ, ուզում եք հայ ժողովրդի աչքից գցեք մի իշխանության, որ եղել է ժողովրդի կողքին, եղել է ժողովրդի հետ հավասար, եղել է ժողովրդի ցավը կիսող ու մինչ օրս այդ ձև է։ Ինչ եք արել, ընդհանրապես, գիտես խրամուղին ինչ է, կրակակետն ինչ է, կամ որ տենում է մնեց մարդիկ են հել է իրանց պաշտպանում են։ Ժողովուրդ այդ մարդկանցից ոչ մեկ, ոչ մի անգամ հայ ժողովրդի ցավին դարման չի եղել։ Հելել եք դրանց եք պաշտպանում։ Թե փողը մութները լույս է տալիս։ Էս ինչ եք անում։ Հայաստանն եք ծախում։ Դուք չեք հասկանում, որ իրենք եկել են Հայաստանը ձեզանից գնեն քեշ փողով, Հայաստանը ձեզանից գնեն ու տանեն նվիրեն Վլադիմիր Պուտինին։ Այդքանը չգիտեք, չգիտեք ընդհանրապես ինչ առաջադրանք են իրենք կատարում։ Ընդհանրապես իրենք պարտավոր են այդ առաջադրանքը կատարել։ Ուրիշ կարծիք ունենալ չեմ կարող, որովհետև նրանց արած բոլոր գործողությունները տանում է դրան։ Ռուսաստանի մեր հայրենակիցներին, որոնց 90%-ը իրոք հայրենասեր մարդիկ են, պատերազմի ժամանակ լիքը օգնություններ են ուղարկել Ռուսաստանից, ժողովրդի ցավի հետ հավասար ցավացել են, դարման են եղել այդ ցավին, ու լիքը մարդիկ գիտեն, որ Ռուսաստանից նվիրված եկել են Հայաստան, Ղարաբաղ ժողովրդի կողք կանգնել են, թե կռվելով, թե թիկունքում նյութական ամեն ինչին օգնելով։ Ու սենց հելել եք ուզում եք Ռուսաստանի հայությանը թիրախ սարքեք, ոնց որ Լեռնային Ղարաբաղցիներին թիրախ սարքեցիք, սադրեցիք ամեն ինչ արեցիք, Լեռնային Ղարաբաղի տեղահանմանը օգնեցիք, ամեն ինչով օգնեցիք, սկսած ընդեղ իշխանությունը բռնի փոխելու, հեղաշրջում անելու մեկնարկից, ու եկել եք այսօր ուզում եք Հայաստանում Ռուսաստանի հայերի ու Հայաստանում ապրող հայերի միջև սեպ խրեք, Ռուսաստանի հայերին հանեք հայ ժողովրդի դեմ ու այդ հայությունով Հայաստանը վերցնեք տանեք տակ Ռուսաստանին, չի ստացվելու։ Բազմաթիվ նամակներ եմ ստանում Ռուսաստանից, մեր հայրենասեր հայերից, որ Արսեն ջան, Ռուսաստանից այդ մի քանի հոգու կամ այդ խմբի հայտարարություններին մի հավատացեք։ Ստեղ ժողովուրդը շատ լավ հասկանում է,
ինչա կատարվում ընդհանրապես։ Հենց որ ձեզ հույս չտակ, որ Ռուսաստանի հայերով կարանալու եք Հայաստանում հեղաշրջում իրականացնել։ Այդ կոպալը հակառակ մտնելու է համապատասխան տեղերներդ։ Դրա հույսը չունենաք։ Ու ես շատ շնորհակալ եմ մեր Ռուսաստանի այն հայրենակիցներին, ովքեր սիրում են իրենց Հայաստանը։ Հայաստանը ընկալում են որպես իրենց հայրենիք, ոչ թե այս գյոզոտների նման, որ Ռուսաստան իրականում իրենց հայրենիքն է, Հայաստանի պասպորտներով, յան ազգանուններով արդեն ռուսացած Պուտինի պատվերը կատարելով եկել են Հայաստանը, ուզում են տան Ռուսաստանին։ Ես շատ շնորհակալ եմ Ռուսաստանի հայության մեծամասնության, իրանց ցավը տանեմ, ես այդ նամակները ստանում եմ։ Ես վստահ եմ, որ իրանք Հայաստանի կողքին են։ Ես վստահ եմ, որ իրանք աջակցում են Հայաստանի անկախությանը։ Վստահ եմ, որ աջակցում են Հայաստանի խաղաղությանը։ Ես վստահ եմ, որ աջակցում են գործող իշխանության բոլոր ծրագրերին։ Շատ լավ գիտեն ինչ է կատարվում Հայաստանում։ Ծծակ է ժողովրդի արունը, ծծակ է ժողովրդի արունը 30 տարի, հերիք չի, ծծակ է ժողովրդի արունը։ Մի հատ էլ եկել եք ուզում եք, բանը, հենց պատերազմը իշքան քյասի երեխակա տարել եք, կոտորել եք։ Որ մեկիդ բարեկամնա զոհվե, այն ժամանակվա որ մի պատգամավորի բարեկամնա զոհվե, որդինա զոհվե, ոչ մեկի։ Ամեն մեկիդ բլագը այդքան է, բայց այս տրցակներով հիվանդության թղթեր ունեք։ Միջև հիմա պատասխան կա Նարեկ Կարապետյանը կամ իր եղբայրները խիչ են ծառայել, խիչ են պատերազմ գնացել, չկա, չի ելնելու։ Իսկ գործող իշխանության լիքը պատգամավորների, բարեկամներ, որդիներ, հարազատներ գնացել են պատերազմ։ Ոչ թե թիկունքում են օգնել, թիկունքում բոլորն են օգնել, ովքեր որ եղել են, ովքեր որ սիրել են իրենց հայրենիքը։ Այդ գործող իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ բարեկամներ, հարազատներ կռվել են մարտի դաշտում։ Բառից բուն իմաստով, ստացել են վիրավորումներ, զոհվել են։ Գործող իշխանության պատգամավորի քուր գիտեմ, որ հրաշալի մարտական առաջադրանքներ ա կատարել եւ զոհվել ա, ես խոնարհվում եմ իր առջեւ։ Էսով եք դուք, տենց են սիրում Հայաստանը։ Ձեր շահի համար, էլի, ձեր փողերը միլիարդները չկորցնելու համար, եկել եք Հայաստանը վեկալեք տակ, տանեք տակ Ռուսաստանին, չի ստացվելու, ընդհանրապես բոլորիս հայտնի է, որ համատարած ընտրակաշառքներ եք բաժանում, համատարած, ու մի մտածեք, որ այդ ամեն ինչը վերահսկելի չի ուժայինների կողմից, ուղղակի թողնում են, թլփոշացնեք այդ ձեր բիրիքով գնաք, էլի, բիրիքով, պրծնենք, ազատվենք ձեզանից, Հայաստանի օդը մաքրենք, հոգնել ենք, զզվցրեցիք արդեն, խեք հրահրում, բախումներ, այդ ատելության գեներացումը հասկանում եք, այդ ձեր զենարար մոտեցումը ժողովրդին ու պետությանը, կործանարարա հենց մեր պետության, մեր ժողովրդի համար, ո՞նց եք դուք նման բաներ անում։ Ժողովուրդ ջան, ամուր, վստահ, հաստատակամ կանգնում եք գործող իշխանության կողքը։ Գործող իշխանությանը ամեն ձևի պիտակ կպցնում են, էլ թուրք, էլ թրքամետ, էլ թուրքնել են իրանք, ռուսամետնել են իրանք, թրքահպատակնել են իրանք, ամեն ինչն էլ իրանք են։ Այդ ստերին, այդ տարածված հորինված բանը այլ երկրներում բանը ֆեյք լրատվամիջոցներ են բացում, բռնում են Euronews-ի մի տառը փոխում են լոգոն դնում են, մտնում Euronews-ը այդ ձևի հայտարարություն արում։ Այդ կավա տունը չեք։ Այդ ժողովրդին լրիվ դեբիլի տեղ եք դրել։ Դեբիլ հալերներով ըտ։ Էշ տեղերներով
Ժողովրդին էշի տեղ են դնում, չի կարելի։ Այդ ժողովուրդը ձեզ նենց է պատժելու իրա քվեով։ Իրա քվեով ժողովուրդը շանսատակ անելու, շանսատակ։ Այդ օրը կգա ու կտենաք։ Ժողովուրդ ջան, ձիգ մնացեք, դուխները տեղը պահեք։